Լովելի Լեո ջան, չեմ հասկանում ինչի ես լացում։ Հացը կերած ես, քնած ես, տակդ փոխած է, ում ես դու քաշել սենց լացկան, չեմ հասկանում։ Լիլի, դե ամբողջ տունը քանդել եմ, ուր այդ վերնաշապիկը։ Հասկացա ում ես քաշել բալես։ Վերնաշապիկը թարթուկած աթոռի վրա կախած է, հենց անկողդուտ կողքը։ Ընդեղ եմ կախել, որ աչքերդ բացես միանգամից տեսնես։ Հենց այդտեղ չէի նայել։ Ոչ ջան, ինչի ես լուծում։ Արփի վաչո չէ, Լեո։ Հիմա վաչո թե Լեո, կողմնորոշվեք։ Պապայի համար վաչո, մեր համար Լեո։ Շուտ խորնա։ Ախենում զարմիկն ա լացում։ Հիմա վաչո Լեո թե զարմիկ։ Միլացի փոճուրս, ուզում ես գնամ քիմիայի դասարանի սաղ նյութերը բերեմ, խորնենք իրար տրակասենք ու ուրախանանք։ Հանգստացին Արե ջան։ Ես կուզեմ։ Տանիք զգաստ։ Մի հատ արագ զեկուցել շարքային վաչոյի լացելու պատճառը։ Պարոն պապա, սնունդն ընդունածա, տակը փոխածա, լողացրած, չորացրածա, լացի պատճառներն անհասկանալի են։ Զեկուցեց կրտսեր Սերժանտ Նարեկ Տաթևյանը։ Հասկացա։ Ուրեմն պետք է անցնել ավանդական մեթոդների։ Շտաբի պետ Ալլա, բամբակը։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Պապա, ինչ ես անում, մի քանի ամսական երեխուն կոնյակ ես տալիս։ Լիլի ջան, սա հին պապական մեթոդ է։ Բամբակը թրջում ես կոնյակի մեջ դնում ես երեխայի բերանը հանգստանում է։ Էդ ինչ հիմար մեթոդներ են, ես չեմ ուզում, որ իմ երեխեն ալկաշ մեծանա։ Ինչի որ դուք տենց եք մեծացե ինչ որ պրոբլեմ կա։ Այսինքն մեզ էլ եք փոքր ժամանակ կոնյակ տվել։ Այո, բալես։ Ես ինչ հով է սա, գնամ ես թեմայով սթորի նկարեմ։ Հա, բայց Արփի դեպքում ոնց որ կոնյակը մի քիչ չարաշահել եք։ Մի քիչ որն ա շշով լցրել են բերանը։ Վերջ, էլ սենց բան չտեսնեմ։ Բաչո ջան, տեսնում ես։ Ոչինչ։ Հեսա կդառնաս մի տարեկան, մի հատ իրարդ լավ կխմենք։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոքանչն ա քո աղջիկ, հաստատ կլինի բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Դեպավ է դեպոլա, վայ այ քեզ բոլորա, հորմերներին հալալա, վայ այ քեզ բոլորա, դեպավ է դեպոլա, վայ այ քեզ բոլորա, արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլորա, դեպավ է դեպոլա, վայ այ քեզ բոլորա, հորմերներին հալալա, վայ այ քեզ բոլորա, դեպավ է դեպոլա, վայ այ քեզ բոլորա, արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլորա։ Բոլորա լինելու ահավոր կինո։ Բալեսը լասա պապի։ Վաչո, տես ինչ հեշտ է, պապի։ Բալես, հելա ասա տատի։ Ասա տատի։ Վաչո, պապի։ Ասա տատի։ Պապի։ Հելե մի րոպե, կարող այս երեխա ռուսախոս է, ասա բաբուշկա։ Լավ էլ ես ինչ ապորինի բաներ ես խոսում։ Ասա պապի։ Չնոտ ես սրնդի երեխեք հանգլերին են սիրում, հելա ասա grandmother։ Ես չեմ հասկանում, ես երեխեն ինչի չի խոսում։ Իսկ կարող է 3 ամսականա դրա համար։ Լիլիթ, ես 3 ամսեկանում սաստացարեր էպոս անգիր ասում էի։ Լավ, պետք է ուրիշ մեթոդի անցնել։ Ես ինչ անում, մամ։ Բալես, ես հին ավանդական մեթոդ է, երբ երեխան չի խոսում, բանալին ես έτσι մցնում ես բերանը 7 անգամ պտտում ես, սկսում է խոսել։ Պապ, ինչ ես անում, գժվել ես։ Չհասկացա, Լիլիթ, որ մեկ տենց եք մեծացե ինչ որ պրոբլեմ կա։ Թույլ կտակ դիմել, պարոն գնդապետ։ Նեղացել եք, պարոն գնդապետ։ Ախր ինձ է ճիշտ հասկացեք, էլի Պարթևյանը իմ ղեկավարն է, ես պարտավոր եմ իր հրամանները կատարեմ։ Խոսացեք էլի հետս, պարոն գնդապետ, խի չեք խոսում։ Տիկին ալա հետս չի խոսում։ Լիլի ջան, մի բան արեք խոսել, այ պարոն գնդապետ։ Մի հատ տարբերակ կա, Կարեն ջան, այս հին ավանդական մեթոդ է։ Բանալին մցնում ես բերանը, 7 անգամ պտտում ես, սկսում է խոսել։ Պարոն գնդապետ, թույլ կտակ ես բանալին մցնեմ ձեր բերանը։ Դա թողնել Կարեն։ Ես դավաճաններին չեմ ներում։ Դու հիմա ուրիշ գնդապետի ես պատվում։ Ուրիշ գնդապետի գոռոցներից ես վախում։
Ով գիտի, կարող է ուրիշ գնդապետի ճակատ ես համբուրում։ Լավ էլի պարոն գնդապետ։ Սրանից հետո ես քո հետ էլ խոսալու բան չունեմ։ Կգնաս այն գնդապետիդ հետ կխոսես։ Հա բայց ինքն էլ չի խոսում հետս։ Հա դե չի խոսում, այդ բանալին վերցում ես, տանում ես մտցում ես գնդապետին։ Արա մամոթա։ Բերանը։ Իր խոսքով հետ դարձ ու ռադդ քաշի ես տնից։ Պապ, իսկ կարող այս անգամ շատ կոպիտ ենք Կարենի հետ։ Համաձայն եմ Լիլիթ, բայց ոչինչ, թող գնա մի քիչ մտածի։ Տոլո ջան, տղա ջան, մենք քո հայրն ու մայրն ենք, մեզ կարող ես ճիշտն ասել։ Այդ տղա կարող է տան փողերը ծախսել ես։ Թագավոր ջան, Թագուի ջան, լեյդիսի ջենտլմենի։ Դուք չգիտեք, որ հայլին երբեք փողի դիմաց իր արտասոլանքը չի փոխում։ То ապուշ լակո դե դիշ կապունել մորդ ասացի է։ Դու են ասա փողերն ուր են։ Բիզնեսի մեջ եմ դրել հերս։ Ինչ բիզնես տղա ջան։ Գառներին վերցնում եմ, խուզում եմ ու պուզեների տեղ ծախում։ То այ ոչխար։ Եթե այս ամիս էլ մեզ փող չուղարկես, գալու եմ քեզ այդտեղ խուզեմ, պուջելի տեղ ծախեմ։ Հա հերս ոնց որ ասում են, շնից մաս պոկելն է լակյար։ Դե գնա քու ապուշ տիրու հենանից է։ Չէ դու զորան տենում ես արա։ Էլի մեզ մատի վրա ֆրցրես փող չուղարկեց։ Լավ մեքսես ոնց է քերնելու գնանք Եգիպտոս։ Այս ակո, բայց կարծում ես ճիշտ է, մենք չենք կարում տան վարձը տանք, պարտքերի տակ ճռռում ենք, վեր կենանք գնանք Եգիպտոս։ Այդ նորմալ է։ Լավ էլի ռոս։ Ոնց որ ես երկրից չնես, սաղ ազգը հիմա տենց անում։ Այ քեզի բա մենք ումից ենք պակաս։ Արի Ալեքսից ուզենք։ Չէ։ Ալեքսից որ ուզենք չի տա։ Մենք մեր ձևերով կվերցնենք Ռոշին։ Սրտիկներս խնդրում եմ տպտպացրեք, լիքը լայքեք, այս բաթլը շատ կարևոր է։ Վարդեր ուղարկեք, ովքեր պետքա առյուծ ուղարկեն, վերջում ուղարկեք։ Ով պարտվի պետքա դեմքին շոկոլադ քսի, շատ կարևոր է, խնդրում եմ լիքը տպտպացրեք, նարե հավեսի չունեմ։ Արփի սուս մնա, ներվայնացած եմ։ Ինչ ա եղել։ Տպտպացրեք։ Ամբողջ դասարանով դասից փախնում ենք, այն Նարեկը որոշեց, որ ինքը պիտի մնա։ Հետո։ Ինչ հետո։ Բռնեցի պատուանի ռոժոցկեքից քաշեցի դուրս, նենց շուխուր դրեց տնօրենը եկավ բռնացրեց։ Ոյ, հեսա ծնող կկանչեմ, պապան կճղայնանա։ Պապային պատմել եմ, արդեն ջղայնացել եմ։ Իրա վրա, ինձ էլ ասաց, որ լավ եմ արել։ Նարե, ես քո Նարեկի անլուրջ բաթլների ժամանակը չունեմ, ես տեղ լուրջ բաթլների մեջ եմ։ Խնդրում եմ տպտպացրեք, ժամանակ չի մնացել, արագացրեք, խնդրում։ Կրվեցի։ Հա տպտպացրեք էլի։ Դե արդեն ուշ է։ Կյանքս ինձ զարադիշնիկի փող կտաս։ Հա, կտամ ինչքան է։ Չհասկացայի զարադիշնիկի գինն է, այսքա։ Վայ հա, մի հատ լավ ակցիա եմ տեսել, այս գնով զարադիշնիկ ես առնում, հետո Samsung Galaxy Z Flip 6 նվեր են տալիս։ Լավ էլի ձուկիկս, մուկիկս, շունիկս, Զգաստ։ արիցիկս։ Լավ, կտամ, քարտս վերցրա պատվիրի։ Ապրես շատ արդեն պատվիրել եմ։ Սարակիչը, դա։ Չէ, քո առաքիչն է։ Թույլ կտակ պարոն գնդապետ։ Կարեն, ես քեզ թույլ տվել եմ, որ նստել ես գլխիս։ Կարեն, ես քեզ վատ հրամաններ եմ տալիս։ Վատ եմ ես քեզ պատժում, թռնում դեմքիդ։ Ոչ մի կերպ պարոն գնդապետ։ Ուրեմն այսօրվանից այսպես կանենք։ Էլ օրը 2 անգամ մեքենա չես լվանալու։ Բերերիվին չես գնալու Վրաստանից ինձ համար խինկալի բերես։ Չայս չես փչելու, որ հովանա խմեմ։ Մեր մեջ էլ ընկերական հարաբերություններ չկան, վերջ։ Զուտ գործնական։ Լավ էլի պարոն գնդապետ։ Ինչ լավ էլի։ Իսկ հիմա հետ դարձ ռադդ քաշ։ Լսում եմ։ Ապրես ձուկիկս, այդ տենց պետքա վարվել բոլոր նրանց հետ, ով նստում է վզիտ ու ոտքերը կախում է ներքև։ Չհասկացա, Նարեկ, ինչ ա եղել դեմքդ։ Մեր դասարանում այդ չոբան աղջիկ կա։ Ուզում էին դասերից փախնեին, ես էլ չէի ուզում։ Ինքն էլ բռնեց ինձ ճաղերից քաշեց հանեց։ Էս ինչ անօրինական բաներ ա կատարվում ձեր դպրոցում։ Ես վաղը ևեթ կգամ ու ձեր դասատուին կտեսնեմ։ Վայ բալես, հեսա հենց հիմա յոդով կլետկա կանեմ։ Չեմ ուզում, պետք չի։ Ոնց չես ուզում։ Բալես, դու իմ մինուճար որդին ես։ Ես որպես մայր պետքա հոգ տանեմ քո մասին։ Հերո խոսա, մեծ տղա ես ինքդ էլ արա։ Ես ինչով են ճանգրել, արա։ Օլալա, լինելու ավա որ կինո։
2025 թվականի նորաձևության թրենդը ֆակտորային գործվածքներն են, մետալիկ էֆեկտները եւ կանաչ գույնը։ Իսկ եթե դուք այս պահին ծաղկավոր խալաթով եք եւ ներկել եք ձեր մազերը տեղին, ու հենց հիմա գոգնոցը հագին ավլում եք ձեր տան հյուրասենյակը, շնորհավորում եմ, դուք թրենդի մեջ չեք, ասեմ ավելին, դուք տատիկ եք։ Լիլիթ, այս երեխեն ինչի է լոզոտ։ Երևի լոզերը գնալու տարիքն է դրա համար, պապ ջան։ Հեսա որ մի քիչ է մեծանա, տանեմ աչքերը բացեմ, այդ ժամանակա լոզերը գնալու տարիք ելնելու։ Լավ էլի, պապ։ Անցնենք ավանդական մեթոդների։ Ասում է, եթե երեխու բերանի քեռու տապճկով խփում ես, երեխեն լոզոտ չի մեծանում։ Հա ինչ լավ է Տեր Աստված, որ իմ երեխեն քեռի չունի։ Հա, բայց եթե հիմա ես տապճկով խփեմ երեխեն շատ է հասկանալու քեռու տապճկենա թե պապուն է։ Պապա, մի արա, ես ինչ դաժան մեթոդներ են չեմ հասկանում։ Հա, բայց ինչ եմ անում։ Մեզ որ սենց են մեծացրել ինչ-որ պրոբլեմ կա։ Մի հատ գնա պաղպաղակ բեր ուտեմ։ Ասում եմ գնա մի հատ պաղպաղակ բեր ուտեմ։ Տեսար մամայիդ։ Հռաս հասկացան ինչի համար եմ ուղարկում պաղպաղակ բերելու։ Տոշնի իմ աղջիկն։ Ալեքս, թույն ունես։ Թույն չունեմ, բայց երեքա ժամկետնած պահածո ունեմ, կուզես։ Հա, տուրուտեմ մերն եմ։ Կարեն ինչ ա եղել, ինչ ա վիճակը։ Մնացել եմ երկու գնդապետերի արանքը։ Մեկի ասած անում եմ, մյուսն անեղանում, մյուսի ասածն եմ անում, մեկն անեղանում։ Չգիտեմ ոնց հաշտեցնեմ։ Կարեն դրան մի լուծում կա ընդհանրել։ Այդ եմ ասում, թույն ունես։ Չէ, թույն պետք չի։ Դու պետք է անենց անես, որ գնդապետները իրար հետ լավ լինեն։ Այդպես քո համար է լավ կլինի։ Ճիշտ ես ասում Ալեքս, բայց ոնց անեն որ լավ լինեն։ Տես։ Դա թանգարանոց խմիչք ես վերցնում, տանում ես, տալիս ես նոր գնդապետին ու ասում ես, որ Արամի անունից է։ Ճիշտ Ալեքս։ Մի հատ էլ։ Անիկատնամթերքի յոգուրտ կվերցնեմ։ Կարեն ջան, բայց չի կարելի յոգուրտը խմիչքի հետ խառնել։ Ես չեմ խառնում։ Խմիչքը կտամ գնդապետերին, որ իրար հետ բարիշ են, յոգուրտն էլ ես կխմեմ, որ ես ու ստամոքսս բարիշ ենք։ Այ։ Ալեքսարի բրգի, չեմ կարող։ Սակո ջան, քեզ ինչ ա եղել, քեզ էլա թույն պետք։ Չէ, ինձ օգնություն ա պետք։ Ռոզս հիվանդացել ա, փող եմ հավաքում, որ իր կյանքը փրկեմ։ Ոյ, Սակո ջան, ինչ ոտ բան ասացիր։ Ինչ հիվանդ ա։ Բանա, երկկողմանի տապչանախտ ա։ Ասել են պետք է արտասահմանապայման տանեք։ Պետք է տանեք Գերմանիա կամ Իսրայել, հա։ Չէ, Եգիպտոս, ասել են այդ հիվանդությամբ լավ բժիշկները Շարմ el-Շեյխում են նստում, էլի։ Բանալեքս Սակո ջան, Ռոզային առողջություն։ Տեսքանով հազիվ զվարթնոց հասնենք, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ։ Կյանքս, քեզ դիմովի Մարգարիտա եմ բերել կեր։ Սիրի, ես պետքա պատրաստես նոր բերես։ Ոյ, ուղղակի չգիտեմ ոնց ես զարքում։ Դժվար բան չկա, ընդամենը բացում ես միկրովոլնովկի դուռը, դնում ես մեջը, 10 րոպե միացնում ես եւ պատրաստ է։ Հասկացա՞ր։ Հա, կյանքս ո հիմար չեմ։ Թույլ գտակ պարոն գնդապետ։ Կարեն, ես քեզ չասեցի, որ մեր մեջ միայն գործնական հարաբերություններ են։ Հա, գործնական է։ Էս ձեզ։ Ես քեզանից ոչ մի բան չեմ վերցնի։ Հա, բայց ես ինձանից չի։ Պարոն Տաթևյանն ա ուղարկել ձեզ, որ ձեր մեջի անախորժությունները հարթվեն։ Չհասկացա։ Ես իս դրել է ալկաշիտ է, որ ալկոհոլ է ուղարկում։ Հենց հիմա Տարտուիրան թե չկբռնեմ, պաշտոնատար անձին կաշառք տալու համար կձերբակալեմ։ Լսում եմ։ Թաղնել։ Դուստե։ Ազատ ես։ Սիրի պատրաստ է։ Համարյա։ Մենակ իշասես ինչի մեջ պետքա դնեի։ Թող ես կսարքեմ, հա։ Սրտիկներս խնդրում եմ տպտպացրեք էկրանին լիքը լայքեք, այս բաթլը շատ կարևոր է, ժամանակ չի մնացել։ 3, 2, 1 կրվեցի, լավ էլի երեխեք։ Բայց ոնց պայմանավորվել էինք, ես իմ խոստումը կպահեմ։ Նարե, քեզ մի հատ բան պետք է խնդրեմ։
Չէ, Արփի, ես նորից քեզ վատ կոմենտ գրողներին չեմ գնալու ծեծեմ։ Չէ, ուրիշ բան եմ խնդրում։ Կարաս գլխից ձու ջարդես։ Հա, առանց խնդրելու։ Նարեն լավի ժամանակ պետք է անեիր։ Հալա, փաշի փորձ ենք արի գնա էլի վեր։ Այս տարի թրենդի մեջ են կանաչ գույնի կարճ կիսաշրջազգեստները եւ քիփ բլուզները։ Նման հագուստները ավելի վառ կարտահայտեն ձեր երիտասարդական էներգիան։ Հասկացա։ Կանաչ կիսաշրջազգեստ ու քիփ բլուզ կան։ Մամ, որ խնդրեմ Լեոյին կնայես մի հատ գնամ տուն գամ։ Լիլիթ ջան, ես հիմա շատ խիստ զբաղված եմ։ Մամ, բայց դու ես երախու տատիկն ես։ Լիլիթ, հիշի, սրանից հետո ոչ թե տատիկ, այլ տատուլ։ Լեո ջան, բալես, ես քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Ուզում եմ ինձանից իմանաս, որ հետո պատահական չի մանաս։ Մեծանաս, այս տանը շատ տարօրինակ բաներ ես տեսնելու, պատրաստ եղի։ Լիլիթ, Բաչոյին լողացրել ես։ Հա, պապ ջան։ Ուրեմն ժամանակն է։ Ինչի ժամանակն է։ Ոնց։ Երեխուն պիտի երկարավզի կանեմ։ Էդ ո՞րն է։ Վասկաշ։ Երեխու պիտի վզից բռնեմ ու ցես թափ տամ, որ երեխեն բոյով մեծանա։ Պապա, եթե դու մի բառ էլ ավել ասեցիր, ես ամեն ինչ կանեմ, որ դու զրկվես պապական իրավունքներից։ Երեխուն վզքաշ անելը ո՞րն է։ Ախ, ես գոռում։ Մեզ որ տենց հենարը ինչ-որ պրոբլեմ կա։ Պապա, դու հասկանում ես, որ դա բռնություն է երեխայի նկատմամբ եւ քրիորեն պատժելի։ Հələ սրանն այ, որ իմ սովորացրածը իմ դեմ է օգտագործում։ Մամ, խնդրում եմ, արի օգնի ինձ, էլի պապան ուզում է երեխուց վզքաշ անի։ Մամ։ 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 Ալա ես ինչ ապորինի լուքա։ Նախ ալա չի, այլ ալա չկա եւ երկրորդը սա շատ թրենդային է։ Կանաչ շորիկի հետ կսազի կանաչ նարնջի հյութ։ Մամ, բայց թրենդի մեջ մնալու համար պարտադիր չի, որ քո հագուստը բռնացնես սոկի վրայի աղջկա հագուստի հետ։ Լիլիթ, ես մի հատ մորդ վզքաշ անեմ, հետո երեխով կզբաղվեմ։ Բոլոլա, լինելու ավամոլ կինո։ Սակո ջան, Ռոզան ոնց եղավ։ Ալեքս ջան, Ռոզը գնաց։ Ոնց գնաց։ Ոյ, Սակո ջան, ցավակցում եմ։ Այդ փողերը չօգնեց, հա։ Չէ, ոչ չօգնեց։ Այդ փողերը Ռոզը ճապել եմ Եգիպտոս։ Դե լավ էլի, Սակո։ Ձևակերպումներդ մի քիչ ճիշտ արա։ Ա ճիշտ է, մի քիչ սխալ եղավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞վ է այս խանութի մենեջերը։ Ես եմ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Փակեք ձեր խանութը։ Այսինքն։ Բա տղա ջան, ժամկետած ապրանք եք վաճառում, որ ինչ։ Բայց մենք խանութում ժամկետնած ապրանքներ չունենք։ Ունեք։ Այն պոլկի աչանկյունում 3 հատ փչացած պահածո կա։ Բայց մենք դրանք չենք վաճառում։ Ալեքս ջան, ես քո փոխարեն այդքան վստահ չի ելնի։ Ես տենց մտքերով Ռոզից հետ եմ եղել, երևի տենց ու շատ իսկ չեմ եղել։ Լավ էլի, Սակո։ Մի խոսքով ես հիմա գնում եմ սննդի անվտանգության պետական ծառայություն։ Չէ, գնում եմ սպառողների միություն։ Ար չէ, միանգամից դատարան եմ գնում։ Չէ, Տիկին ջան, ինչ դատարան։ Տիկին ջան, մի հատ հանգստացեք, կարող այս հարցը ուրիշ ձև լուծենք, չէ, Ալեքս ջան։ Ո՞ւմ։ Ալեքս ջան, սա նամակալյար դες որ բրցնես պետքա փող տաս, 100,000։ Սակո լսում։ Աչի լսում։ Ահա։ 200։ Համաձայն։ Տիկին ջան, ուղղակի կասայում ես պայն այդքան գումար չկա։ Խնդրում եմ մի րոպե սպասեք, հեսա կգամ, հա։ Հա, մի րոպեն ինչա որ։ Բարև Արամ պապիկ, բարև Լիլիթ մայրիկ, բարև Բաչո ապեր։ Ուտեմ ես քո մռութը մամոքո եղունգներն ա կտրում։ Ալեքս, թարգել մռութ ուտելը։ Ինչի ես եկի, ինչի գործի չես։ Արամ ձեզ մի հատ վատ բան ա եղել։ Խանութում ժամկետնած ապրանք են վաճառել, այդ կինն էլ եկել է ասում է դատի եմ տալու ձեզ։ Հա ինչ ա եղել։ Հետո դատի տա։ Գնա 5 տարի նստի։ Այդ ընթացքում մենք մի հատ նորմալ մենեջեր կգտնենք, խանութը ոտի կհանի, դու էլ դուրս կգաս, հետո էլի վարի կտաս։ Ալեքս, դու չես հասկանում, որ Սաքոն ու Ռոզան են քո գլխին սարքում, որ փող պոկեն։ Լիլիթ ջան, չէ, հիմա Սաքոն այնքան խառն է դրամահավաքներ անում, որովհետև Ռոզան շատ լուրջ հիվանդ է։ Հասկացա։ Երևի դու էլ այդ դրամահավաքի գլխավոր հովանավորն ես, չէ։ Ավելի լավ է մի հատ զանգի Ռոզային, ճշտի իրոք հիվանդ է թե չէ։ Գնա։
Հələ մի րոպե։ Լիլիթ մի հատ երեխու եղունգներից մի քիչ կտաս։ Ինչի համար, պապ։ Ասում են, որ երեխու եղունգները դնում ես հոր գրպանը, հերը հարստանում է։ Լավ էլի, պապ, ինչքան եմ ասել, վերջ տուր այդ հետամնաց ավանդույթներիդ։ Ալա։ Այդ ես քեզ ասում եմ գնա շորերդ փոխի դու կաբլուկ ես հագնում։ Արամ, դու զգում ես, որ արդեն ներխուժում ես իմ անձնական տարածք։ Ու դա կոչվում է abuse։ Հասկացանք, որ իմ կյանքի քրաշն ես։ Ինչ։ Քրաշը մեր է տա։ Այդ քրաշը քաշ ստեղից։ Դու մեկ-մեկ դենց տոքսիկ ես դառնում։ Լիլիթ, ես մերը դիժ լեզվով ա խոսում։ Ժամանակակից, պապ ջան։ Չնայած դու չես հասկանա այդ ինչա, դու հազիվ ամուսնուց գրպանը եղունգ լցնես։ Թույլ կտակ, պարոն գնդապետ։ Կարեն, ես քեզ չեմ ասել դու ստե չերևաս։ Ասել եք։ Բա այդ ո՞նց է որ քեզ տեսնում եմ։ Պարոն գնդապետ, ես իմ կամքով չեմ եկել, հրաման եմ կատարում։ Պարոն Պարթևյանն է ինձ հրամայել, ես նարդին վերեմ ձեզ նվեր, ուզում եմ ձեզ հետ բարի դրացիական հարաբերություններ ստեղծի։ Ես քեզ երկու հարց ունեմ։ Նախ ոնց կարացար ասել բարեդրացիական բառը ու երկրորդը նարդի ա ուղարկել։ Այդ ուզում ասի որ տոշակառու եմ։ Ուրեմն կգնաս դրան կասես, որ Տաթևյանը չի կաշառվում։ Պարոն գնդապետ, լավ էլի։ Ոչ մի պարոն գնդապետ։ Դու իմ քրաշը չես։ Դուրս արի։ Լսում եմ։ Հələ մի րոպե։ Այդ նարդին գտաս։ Այ հիմա ռադդ քաշի։ Դուրս։ Լսում եմ։ Սիրելի հետևորդներ, այս մի բաթլներ կրվեցինք, բայց այդ ոչ մի բան չի նշանակում, մյուսը հաստատ հաղթելու եմ։ Այս անգամով կրվում է, նար ինչի վրա խաղանք։ Լողանալու։ Վսյա, ով կրվում է ինքը լողանում է, իսկ ով հաղթում է, դեմքի թթվասեր է գցում։ Տղա ջան, երկար պետք է սպասեմ, դատարանները ժամը 6-ին փակվում են։ Տիկին ջան, շատ կարևոր զանգ ունեմ։ Մի հատ զանգեմ ու ձեզ փոխանցեմ, հա։ Սակո ջան, հասկանում եմ կինը թիվանդ է, բայց կարելի ուղղակի զանգերին պատասխանել։ Տիկին ջան, ձեզ զանգում են, կարող է պատասխանեք, թե Եգիպտոսում ռոումինգը թանկ է։ Ալեքս ջան, մենք հիմա ամեն ինչ կբացատրենք։ Ալեք ջան, էսի բան էր, էսի անունի չէ, պրանկ էր էսի։ Էսի թաքնված տեսախցիկ եք, հա ձերով արանդ։ Այսինքն դուք այնքան պարապ եք մնացել, որ պրանկ եք անում։ Չի կանում։ Չերի անում, պրանկ եք անում։ Հեսա ես կասեմ ինչ անենք։ Հասկացանից Պարթևյան։ Դե ուրեմն այսօր ժամը 8-ին գնում ես Տաթևյանին հյուր ու հրամայում եմ ընկերանալ։ Կատարել։ Պարթևյանը պլյուս, մնաց Տաթևյանը։ Տաթևյան, գեներալ Խաչատրյանն է։ Լավ, մի հուզվի։ Այդ իմացել եմ Պարթևյանի հետ յոլլա չեք գնում, հա։ Կարենին մի հայհոյի, ինքը բան չի ասել։ Այդ ինչ չի հետաքրքրում։ Ուրեմն լսի ինչ եմ ասում։ Այսօր Պարթևյանը քեզ հյուր է գալու։ Հրամայում եմ ընդունել եւ ընկերանալ։ Կատարել։ Ապրես կապիտան Կարեն, հնարամտության համար քեզ պարգևատրում եմ այս պաղպաղակով։ Հրամայում եմ բացել եւ ուտել։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Ուտել, ուտում եմ, լսում եմ։ Բոլոլա, լինելու ավամոլ կինո։ Դու ես ինչի համաձայնեցի ես ամեն ինչին է։ Աղջ ինչ ես ասում, շատ լավ պլան էի գծե։ Պլանը չեմ ասում, այ տղա, ինչի համաձայնեցի հետդ առհասարակ ամուսնացա։ Ույսա, քոզս տամ։ Սակո Ռոզա, ինչ եք կանգնել։ Գործ արեք։ Կամ ձերքով արեք, պրանկ է, պրանկ։ Դու ամուսին չես, դու ատամի ցավ ես։
այս ինչ ես անում։ Մկրատ եմ դնում երեխու բարձի տակ, որ երասում չարկերից չվախենա։ Պապ, միակ բանը, որից հիմա երեխես վախենում ա, դա դու ես։ Ինչ ես խոսում։ Որ մեզ տենց հնարը վատենք մեծացե։ Որ տենց չանեին, հաստատ ավելի լավ կմեծանայիք։ Բայց ինչ ես գոռում վրես։ Ալա տեսնում ես հետս ոնց ա խոսում։ Ալա։ Ես քեզ ասում շորերը փոխի շուն ես վերցնում։ Ում համար շուն, ում համար լուքի աքսեսուար։ Այդ շունը ընդհանրապես որտեղից։ Արամ ջան, նախանցած տարի մարտի 8-ին դու ես նվիրել, չես հիշում։ Ողջույն, պարոն գնդապետ։ Բարև ձեզ, պարոն գնդապետ։ Շնորհակալ ենք մեզ հյուրեր կանելու համար, հոտերս խերով լինի ձեր օջախում։ Ես էլ եմ շատ ուրախ, որ եկել եք։ Ալը մեծ սեղանքցի։ Ալա ջան, ես քեզ կօգնեմ։ Իդեպ շատ տրենդային տեսք ունես։ Վայ ապրես, Սիրի ջան, դու էլ ես շատ շքեղ, արի։ Իդեպ ծանոթացի տղասը Նարեկը։ Դու էլ ծանոթացի մեծ աղջիկս ա Լիլիթը։ Հա, լսել եմ որ տղա չունես։ Տղա չունեմ, բայց զատո տղա թոր ունեմ։ Ծանոթացի Վաչոնը։ Մայիս։ Քանի ամս է կանա։ 3։ Ու դեռ չի խոսում։ Բանալի չեք մցրել բերանը 7 անգամ պտտել։ Արագ խոսա։ Լսեցիր։ Մեռա ասելով։ Ես լոզոտել է։ Քերու տապշկով չեք խփել բերանի։ Այս լավա որ դու այդքան ասեցիր։ Առավոտվանից հետ եմ ասում։ Ինձ ասում են դու հետա մնացես։ Այդ մեզ որ այդպես են արել մենք չենք մեծացել։ Էլ մի ասա Մայիս ջան, հիմիկվա այս ջահելությունը ձեռից գնում է։ Պարոն գնդապետ, ասում եմ մի 50 չգցեք։ Պատեր այդ մի հատ նարդի չգցենք։ Պարտադիր։ Համեցի նստի։ Լիլիթ մի հատ քուրիկներին ասա թույ իջնեն։ Իսկ ուր ես տանում Վաչոին։ Չարքերից հեռու։ Սիրի ջան, դու սուրճը դիր, միջև ես ուտելիքը պատրաստեմ, լավ։ Էս էլ սուրճը։ Խնդրեմ։ Չհասկացա։ Սիրի ջան, դու տանը սուրճը սենց ես դնում։ Ալա ինչ ես խոսում։ Ես տանը ընդհանրապես սուրճ չեմ դնում։ Պատվիրում եմ, բերում են։ Բա ուտելիքը։ Էդ էլ եմ պատվիրում։ Ու ընդհանրապես ես տանը գործանել չեմ սիրում։ Ես կին եմ, ոչ թե ստրուկ։ Բայց տեղ ստրուկի ինչ կա, Սիրի ջան։ Ոնց կարաս տանը գործ չանես։ Եթե ես մի օր տանը գործ չանեմ, ափսե չլվանամ, լվազ չանեմ, տները չմաքրեմ, ինձ կին չեմ զգա։ Բա ինչ կզգաս։ Լրփուշ կա։ Օրբի սենց որ գնաս դառնալու ես տորտ։ Կարևորը ես մի բաթլը հաղթեցի։ Չեմ ուզում իմանամ ինչով եք զբաղված, բայց հյուրեր ունենք, պապան կանչում է, իջեք ներքև։ Կասնենք արա։ Hola, dinero a vamos que no. Տաթևյան ջան, ասում եմ մեր ծանոթությունը հենց սկզբից լավ չգնաց, բայց ամեն դեպքում շնորհակալ ենք գեներալին, որ կարողացավ մեզ բարիշացնել։ Համաձայն եմ, Պարթևյան։ Բարձում եմ մենք ահագին ընդհանուր բաներ ունենք, բայց պետք է զանգել գեներալին, ասել, որ իր հրամանը կատարված է։ Ճիշտ ես։ Ալո, ողջույն, պարոն գեներալ։ Պարոն գեներալ, զանգել եմ ասեմ, որ ձեր հրամանը կատարված է։ Ես եւ Տաթևյանը ընկերացել ենք։ Ինչ։ Այո։ Ոչ։ Լավ ցտեսություն։ Ինչ է եղել։ Ասում ես տես հրաման չեմ տվել։ Չհասկացա։ Բա ով է այս արել։ Աստորեն։ Ալո, Կարեն, շուտ արի սեղ։ Լսում եմ, պարոն գնդապետներ։ Կարեն։ Ես դու քանի գլխանի ես, որ գեներալի ձենով խոսաս։ Կարեն, ես դու քանի գլխանի ես, որ անօրինական բաներ ես անում։ Ես ինչ անօրինական հրամաններ ես տալիս։ Ես ինչ էժան կոնյակ ես առել։ Իա։ Կարող ես քնձխ նարդինել ես դու կազմակերպել։ Լավ դե դու էլ խաղալ չգիտես մի քցի նարդու վրա։ Դու էլ խմել չգիտես, մի բաժակ խմեցիր, տրակեցիր։ Ով ես։ Հա դու։ Ես չեմ տրակել։ Տրակում ես։ Կյանքս, արի շուտ գնանք հայց տնից, ինձ տեղ ասում են լրփուշ կա։ Ինչ կա այդ էլ ասել եմ, լրփուշ կա։ Այնքան ես մազերդ վենել ուղեղը չորացել է։
Պապա, այս են խուլիգան աղջիկն է, որ ինձ ռեշոտկեքից քաշը դուրս է հանել։ Պապա, այս են դոձիկն է, որ չեր ուզում դասից փախներ։ Ինչ ծև եք դաստիարակում ձեր երեխաներին, որ ուզում են դասից փախնել։ Իա։ Բա դու ո՞նց ես դասերակում քո տղուն, որ ընկերներին դավաճանում է։ Բարև ձեզ, կներեք էլի որ ուշացա, շատ հաճելի է, ես Արփին եմ։ Արդեն պարզ է ոնց եք դաստիարակում ձեր երեխաներին։ Սիրի, նարեկ գնացինք, այս տուն չես գժանոցա։ Կոզես պահող չկարել։ Գնա լրթուշկա։ Ուսրաստայ։ Կարենեսիս բոլոլա սարքեցիր։ Կներեք, պարոն գնդապետ։ Ռադոս քաշեմ։ Հենց հիմա։ Լսում եմ։ Հալա։ Ես պետքա գնամ հանգստանամ։ Դու ստեղ ամեն ինչ հավաքի։ Լավ։ Արփի, նարդի չխաղանք։ Արի, ու ով պարտվում է, դեմքի շոկոլադ է գցում։ Համաձայն եմ։ Բոլոլա, լինելու ավա որ կինո։